Ինչպես է մեդիան ձևավորում քո մտածելակերպը։ Մեդիան վաղուց վերածվել է ոչ միայն տեղեկատվության աղբյուրի, այլև գաղափարների, կարծիքների ու հասարակական տրամադրությունների գլխավոր ճարտարապետի։ Այն ազդում է մեր ընկալումների, որոշումների եւ անգամ արժեքների վրա։ Այն ձևավորում է ուշադրության շրջանակը, որոշելով թե ինչի մասին պիտի մտածենք, ինչ անտեսենք եւ ինչ ընկալենք որպես առաջնահերթություն։ Հաճախ մենք չենք գիտակցում, որ մեր մտքերը պայմանավորված են այն թեմաներով, որոնք ամենից հաճախ դիտում ենք մեդիայի դաշտում։ Մեր ենթագիտակցությունը արձագանքում է կրկնվող տեղեկատվությանը առանց մեր ակտիվ մասնակցության։ Եթե ինչ-որ գաղափար պարբերաբար ներկայացվում է տարբեր աղբյուրներով, ուղեղը սկսում է այն ընկալել որպես փաստ, նույնիսկ եթե այն իրականության հետ կապ չունի։ Տեղեկատվական ֆոնը ստեղծում է կարծրատիպեր, որոնք հետո ընդունվում են որպես հանրային նորմ։ Այն, ինչ ժամանակին ընկալվում էր որպես ծայրահեղ կամ անսովոր, մեդիայի շարունակական ազդեցության շնորհիվ դառնում է մասսայական մշակույթի մի մաս։ Ես միշտ իմ մոտ մարդկանց ասում եմ. շատ մի դիտեք ոչ մի մաս մեդիա, կլինի դա հեռուստացույց, թե սմարթֆոն։ Ձեր ուղեղը չի կարող մրցել այդ վիզուալ պատկերի հետ։ Վառ գույներ, պարզ տեսարաններ, հետաքրքիր ձայնային լուծումներ ու կտրվելն անհնար է։ Տեսողական ու հուզական ազդեցությունները վճռորոշ են մարդու էկրանից այն կողմ չթողնելու համար։ Այն ձևավորում է ոչ միայն մեր ընկալումը, այլև մեր վերաբերմունքը։